Աշխարհի հնագույն քաղաքների շարքին դասվող քաղաքամայր Երևանի հազարամյակների պատմությունը, ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին լիարժեք եւ պատշաճ ներկայացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մշակվել է ներդրումային 3 խոշոր նախագիծ՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաեւ Կարմիր Բլուր հնավայրի տարածքների վերականգնման եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ։ Ծրագրային առաջարկները հետաքրքիր են, դրված խնդիրը հստակ՝ առավել ընդգծել վերոնշյալ տարածքների պատմական նշանակությունը որպես քաղաքաստեղծ գործոն եւ պատմական միջավայր, ինչը կարևոր դերակատարում կունենա նաեւ զբոսաշրջային պատշաճ բնութագիր եւ նկարագիր ունենալու հարցում։ Ժամանակակից Երևանի զարգացման ընթացքում ել ավելի էական է դառնում նրա նշանակությունը իր բազմահազարյա պատմական շերտերը, որոնք մենք տարիների մեջ հնարավորություն ենք ունեցել նաև մասնակի վերականգնելու եւ հանրությանը ցուցադրելու։ Այդ իսկ առումով եւ կառավարության եւ Երևանի քաղաքապետի հանձնարարության որոշակի նոր մոտեցումներ են ցուցաբերվում, ել ավելի ընդգրկելու Էրեբունի եւ Երևանի մյուս հին բնակավայրերի նշանակությունը, միաժամանակ միջազգային փորձի ուրեմն ներդաշնակությամբ եւ նման փորձով այն ընդգրկելու Երևան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ընդհանուր երթուղիների մեջ։ Ներկայացվող էսքիզային ու նախագծային առաջադրանքներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացան հենց տեղում, շրջելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի տարածքներում։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի արդիականացման ծրագրով նախատեսվում է նոր մոտեցումներով ու յուրովի ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը։ Նախագծի համաձայն կստեղծվի մի միջավայր, որը բացի պատմականությունը կունենա նաև մատուցման նոր արարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում մեծ մասը շարժական հնարքներով։ Առաջնահերթ խնդիրը ուրեմն դրված է Էրեբունի թանգարանը մասնակի եւս հնարավոր միջոցներով, այսինքն թույլատրելի միջոցներով, թույլատրելի շրջանակներում օրենքով եւ միջազգային փորձություններով մասնակի վերակառուցման ենթարկելու, ինչպես նաեւ ստեղծելու զբոսաշրջային ենթակառուցվածքներ, որը ել ավելի կգրավի հյուրերին, երևանցիներին, զբոսաշրջիկներին եւ ծանոթանալու քաղաքի պատմությանը, ինչպես նաեւ հնարավորություն ունենալու որոշակի ժամանակ անցկացնելու եւ այդ ժամանակահատվածում միաժամանակ ել ավելի խորացնելու իրենց ճանաչողական հնարավորությունները եւ գիտելիքները Երևանի պատմության զարգացման ուղղությամբ։ Այդ իսկ առումով հնարավոր է նաեւ Երևանի թանգարանում ունենալ նաեւ հայկական ժամանակի ազգային ուտեստների հետ կապված մոտեցումներ, ձեռք բերել պատմական, հնագիտական արժեք ուրեմն ցուցադրող գրականություն եւ համապատասխան հուշանվերներ։ Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում Հրազդան գետի ձախափին գտնվող Կարմիր Բլուր հնավայրի հարցում եւս մոտեցումները հստակ են։ Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում Ուրարտական թագավոր Ռուսա II օրոք հիմնադրված Թեյշեբայինի Բերտ ամրոցն ամբողջությամբ կլուսավորվի, տարածքում կստեղծվեն թանգարանային, զբոսաշրջիկների համար սպասարկման ենթակառուցվածքների, հնավայրի ցուցադրական գոտիներ։ Առաջարկությունը հետևյալն է ստեղծել նաև թանգարանային մասնաշենք եւ զբոսաշրջիկներին սպասարկող մասնաշենք, որը միացված կլինի համալիր, որտեղ հնարավոր կլինի ցուցադրությունից բացի կազմակերպել գիտաժողովներ, ունենալ ժամանակակից տեխնոլոգիաներով, լազերային տեխնոլոգիաներով ցուցադրության համապատասխան պայմաններ, վիդեո եւ աուդիո բոլոր հնարավոր միջոցները, ինչպես թանգարանում այցելություն կազմակերպելու, միջոցառումներ կազմակերպելու, այնպես էլ ամբողջ հնագիտական տարածքում։ Սա մեզ նաև հնարավորություն կտա մասնագիտ թաղված կամ դեռևս գետնետակից չբարձրացված որոշակի հատվածներ նույնպես ցուցադրել, օգտագործելով ժամանակակից միջազգային ուրեմն փորձով արդարացված միջոցներ,
այն է ապակեպատ տարածքներում ցուցադրել արդեն նմուշներ, որոնք բաց երկնքի տակ հնարավոր չի։ Առաջարկվող հերթական ու կարևոր ներդրումային ծրագիրը Երևանի Շենգավիթ հնավայրի վերականգնումն է։ Շենգավիթն ի դեպ պատմական առումով տարածաշրջանի ամենահնագույն բնակատեղին է։ Այն Հայաստանի վաղ բրոնզի շրջափուլի ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է եւ պատկանում է նախնադարյան համայնական հասարակարգի ժամանակաշրջանին։ Ներկայումս պատմական տարածքից, որը գտնվում է Երևանյան լճին հարող ափին, մոտավորապես պահպանված է 3.4 հեկտար տարածքը։ Ու բնականաբար ցուցադրությունները նույնպես հիմնականում շեշտադրում են բնակատեղի, այսպես ասած, ուրվակ գծերը եւ այլն, շատ նմուշներ նույնպես թաղված են համապատասխան կարգի, որը հետագայում զբոսաշրջային կլաստերում ընդգրկելու ընթացքում նրանք նույնպես կբացվեն եւ կցուցադրվեն ժամանակակից մոտեցումներով։ Նույնպես նախատեսվում է կառուցել թանգարանային համալիր, որտեղ կլինեն պահոցները, ցուցասրահները, գիտական ուրեմն ժողովների համար համապատասխան տարածքներ, կլինի ուրեմն գրադարան, կլինեն համապատասխան գրականության եւ ազգագրական նմուշների, առարկաների, հուշանվերների վաճառք, ինչպես նաև բնականաբար նաև սննդի ընդունման կետեր, որտեղ մեր հեռանկարը կամ կանխատեսումները նայեն, որ բավականին մեծ քանակով եւ հյուրեր զբոսաշրջիկներ եւ մասնագետ զբոսաշրջիկներ կընդունենք։ Նախագծերի կյանքի կոչումից հետո երևանյան զբոսաշրջային երթուղիները կանցնեն նաեւ պատմական այս 3 տարածքներով։ Եվ մայրաքաղաքի զբոսաշրջային զարգացման խնդիրների մեջ կարևոր դերակատարում ունեցող նախագծային այս 3 առաջադրանքներն իրենց ուրույն նշանակությունը կունենան 2800-ամյա Երևանը որպես զբոսաշրջության համար գրավիչ պատմամշակութային քաղաք ներկայացնելու հարցում։ Սրանք այլ ոնց ասեմ ադամանդներից են, որոնք կարող են զարդարել զբոսաշրջային Երևանի զբոսաշրջային այս ամբողջ բնութագիրը, ուղղակի դա պետք է օգտագործել եւ կիրառել շատ տեղին։ Ես ասեմ իրենից 3 օբյեկտներն էլ բավականին հետաքրքրություն են ներկայացնում, որտեղ ըստ մեզ, ըստ նախագծողների կամ առաջարկողների, բացի պետական միջամտությունից, քանի որ մենք այստեղ խնդիր ունենք ազգային ունեցվածքի, ազգային հարստության վերականգնման պահպանման հետ, թանգարանացման եւ այլն, այստեղ մենք նպատակ ունենք նաեւ հնարավորինս օգտագործել մասնավոր ներդրողի մասնակցությունը, որտեղ ըստ էության մենք տեսնում ենք, որ այստեղ կան տարեր, էլեմենտներ, որոնք կարող են հետաքրքրել նաև մասնավոր ներդրողի կամ նույնիսկ բարերարների, որովհետև ունենալ զբոսաշրջային երթուղու մեջ կամ նկարագրի մեջ նման պահպանված նույնիսկ եւ նման տարիք ունեցող այս 3 բնակատեղերը, ես կարծում եմ դա բավականին լուրջ արգումենտ է, որովհետև մենք նորից եմ կրկնում, փորձել ենք նախորոք ուսումնասիրել, հասկանալ նրանց էությունը, նշանակությունը, ոչ թե միայն այն նկարագրով, ինչպես մենք ենք պատկերացնում, այլ նաև թե ինչ տեսակետ կամ ինչ մոտեցում ունեն միջազգային փորձագետները այս հարցում։ Մայրաքաղաքի համար անչափ կարևոր ու սպասված այս ծրագրերը կդառնան եւս մեկ ապացույց, որ urարտական ժամանակաշրջանից սկիզբ առնող Էրեբունի Երևանի հարուստ պատմությունն ու զարգացման ուղին շարունակական է, որտեղ գրած քաղաքականությունն էլ հանուն զարգացող, հարմարավետ, հյուրընկալու մրցունակ Երևանի։ Վերջին տարիներին մայրաքաղաքի փողոցների ու բակային տարածքների բարեկարգման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, սակայն որոշ հատվածներում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս դիտահորերի նստվածքներ, որոնք հատկապես բանուկ փողոցներում կարող են հնարավոր վթարների պատճառ հանդիսանալ։ Խնդրին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուներին եւ Veolia ջուր ընկերությանը տալով կոնկրետ հանձնարարականներ առկա խնդիրը հնարավորին արագ լուծելու նպատակով։ Veolia ջուր ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ գույքագրում ենք այն բոլոր հասցեները, որտեղ որ առկա են դիտահորի ծածկի մոտ փոսեր, նստվածքներ, շեղումներ, ասֆալտի մակարդակից ցածր լինելու դեպքեր։ Այդ բոլոր հասցեները գույքագրում ենք նրա համար, որ հետագայում մենք կարողանանք այդ բոլոր դիտահորերը վերակառուցենք, վերանորոգենք եւ ասֆալտապատենք, որպեսզի
բնակիչներին նեղություն չպատճառենք, որպեսզի վթարային իրավիճակներ չստեղծվի, մեքենաները անցնեն առանց աղմուկի այդ դիտահորերի վրայով։ Ընդ որում օպերատիվ լուծման նպատակով հանձնարարվել էր գործընթացը սկսել չսպասելով գույքագրման աշխատանքների ավարտին։ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող խնդրահարույց հատվածներից մեկը Անդրանիկի փողոցի մի հատվածում է։ Անվտանգության նկատառումներով տարածքը սահմանազատվել է ժապավենով ու համապատասխան ցուցանակներով։ Ինչպես տեսնում եք, կոյուղու դիտահորի ծածկը շահագործումից դուրս է, շարքից դուրս էր եկել, այսինքն թուջեն մտոցը լրիվ առանձնացել էր ամրաներից, երկաթբետոնե ծածկի ամրաներից եւ ստեղծել վտանգավոր պա երթևեկելի գոտու մեքենաների շարժման համար։ Աշխատանքների արդյունքում պլանավորված է նոր ծածկի տեղադրում եւ դիտահորի նիշի ուղում համապատասխան ասֆալտբետոնե ծածկույթի մակերեսին հավասար։ Դիտահորերի կարգաբերման, նիշերի բարձրացման, ծածկերի փոխարինման, մասնակինորոգման եւ այլ աշխատանքներն այս օրերին ընթանում են Վեոլաջերի ինչպես արևմուտք, այնպես էլ արևելք տարածաշրջանների տնօրինության սպասարկման տիրույթներում, որոնք ընդգրկում են մայրաքաղաքն ամբողջությամբ։ Անմիջական պատասխանատուներն էլ վստահեցնում են, որ մինչ կարգաբերումը պարտադիր ուսումնասիրվում է դիտահորում նստվածքի առաջացման պատճառը, սկսած ջրի հնարավոր արտահոսքից մինչև գրունտային առանձնահատկություններ, եւ միայն բոլոր խոչընդոտների վերացումից հետո է սկսվում նորոգումը, որի ընթացքն ի դեպ խիստ վերահսկվում է հետագայում հնարավոր նոր բարդությունների առաջ չկանգնելու համար։ Լինում են դեպքեր, որ տեղում պարզվում է, որ դիտահորը ենթակա չէ վերանորոգման, այսինքն պետք է լիովին նոր դիտահոր կառուցվի։ Այդ դեպքերին էլ բնականաբար լուծումը տալիս ենք մենք ցանկացած դեպքերին էլ պատրաստ ենք լուծում տալու ու իրականացնում ենք մեր գործը։ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ գործընթացը շարունակական բնույթ է կրելու, մինչև նստվածք ունեցող դիտահորերի թիվը հասնի նվազագույնի, այնուհետ նաև խնդիրը իսպառ վերանա։ Ազգային երաժշտություն, ժողովրդական պարեր եւ իհարկե բարձր տրամադրություն։ Երևանի քաղաքապետարանի Երևանյան ամառ 2017 Երեմսիա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվեց երկար սպասված Պարում է Երևանը ազգագրական եւ ժողովրդական պարերին նվիրված միջոցառումը։ Այս տարի այն կազմակերպվեց Կարապի լճի տարածքում Ուս-Ուսի խորագրի ներքո։ Երևանյան ամառը արդեն իր ուրույն տեղն ունի մեր հասարակության եւ հատկապես զբոսաշրջիկների շրջանում, որ թեկուզ թեթև հնչյունի դեպքում նրանք հավաքվում են եւ ներսետ են, մասնակցում են բոլոր մեր միջոցառումներին։ Սա եւս հերթական մեր ծրագրի հաջողություններից է, որը կրում է լայն մասսայականություն եւ մենք կազմակերպում եւ անցկացնում ենք արդեն 3-րդ անգամ։ Միջոցառումն իրենց յուրօրինակ կատարումներով անմոռանալի դարձրեցին Կարին ավանդական երգի պարի համույթը, ակն, նժդեհ եւ մի շարք այլ համույթներ։ Ազգագրական եւ ժողովրդական պարերի պրոֆեսիոնալ կատարողների կողքին պարում էին նաեւ մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ։ Իսկ նրանց համար, ովքեր առաջին անգամ էին առնչվում պարերի այս տեսակին, հենց միջոցառման ընթացքում անց էին կացվում բաց դասեր։ Պարային համույթների անդամները ներկաներին սովորեցնում էին պարերի շարժումները, ուղղորդում պարերի ընթացքում։ Մեր պարերի ռիթմերն անտարբեր չէին թողնում նաև մայրաքաղաքի հյուրերին։ Միջոցառման անմիջական մասնակիցն էին դառնում բազմաթիվ զբոսաշրջիկներ, իսկ շատերը Երևան էին ժամանել հենց Պարում է Երևանը միջոցառմանը մասնակցելու համար։ Մենք եկել ենք Թայվանից։ Մենք Թայվանի միջազգային ժողովրդական պարերի խմբի անդամներն ենք։ Արդեն շուրջ 2 տարի է շրջում ենք ամբողջ աշխարհով մեկ ուսումնասիրելով տարբեր երկրների ժողովրդական պարերը։ Այսօր եկել ենք Երևան եւ պարզապես հիացած ենք հայկական ժողովրդական պարերով։ Դրանք շատ ոգևորող են եւ տրամադրությունը միշտ բարձր են պահում։ Մենք եկել ենք Անգլիայից 2 շաբաթով, սա առաջին օրն է, որ Երևանում ենք եւ միանգամից ականատեսը դարձանք հայկական գեղեցիկ մշակույթին։ Սա պարզապես հիասքանչ է։ Հայկական ազգագրական եւ ժողովրդական պարերը պարզապես գեղեցիկ եւ ոգևորող շարժումներ չեն։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու խորհուրդը։ Մայրաքաղաքի բնակիչներն այդ խորհրդով սիրով կիսվում էին զբոսաշրջիկների հետ։
Ազգային պարը ուղղակի պար չի ինձ համար, ազգային պարը հնարավորություն է արմատներից հետ ամուր կպնելու, բռնվելու ու ահռելի հզորություն ես դրա միջոցով ստանում։ Դառնում ես ավելի ինքնաճանաչ ու այդ ինքնաճանաչությունը քեզ ցանկացած պահի կյանքում կարա պետք գա։ Իսկ սա սովորական պար չի, որ մենք թռնում ենք, աչ ենք գնում, ձախ ենք գնում, իմաստ ենք սկսում հասկանալ, պատմություն ենք սկսում հասկանալ, մեր նախնիներին ենք հասկանում։ Կարապի լճում բարձր տրամադրությանը չխանգարեցին ոչ շոկ եղանակը, ոչ հոգնածությունը։ Մասնակիցների թիվը րոպե առ րոպե աճում էր, ներգրավելով նորանոր անցորդների, ովքեր չէին կարողանում դիմագրավել ուրախ պարերին միանալու ցանկությանը։ Տրամադրություն շատ բարձր է, ազգային ոգին բարձր է ու ուզում ենք բարձրացնենք ինչքան հնարավոր է։ Հայկական ազգագրական եւ ժողովրդական պարերը շարունակվեցին մինչև ուշ երեկո։ Երևանի քաղաքապետարանի Երևանյան ամառ 2017 ծրագրի շրջանակում այս տարի արդեն 3-րդ անգամ կանցկացվի Երևան տարածվեց փառատոնը, որի մանրամասները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բալաղամյանը, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն դիզայներ Լիլիթ Մելիքյանը, դիզայներ Արամ Նիկոլյանը, ինչպես նաև այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցող դիզայներ Գևորգ Շադոյանը։ Մարիա Բալաղամյանի փոխանցմամբ Երևան տարածվեց փառատոնը տարեստարի ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք, հնարավորին նպաստելով Երևանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը։ Հենց այս պատճառով Երևանի քաղաքապետարանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում այս փառատոնին։ Տուրիզմի բաժնի կողմից իրականացվող Երևան տարածվեց փառատոնը այս տարի եւս բաղկացած կլինի 2 հատվածից՝ ցուցահանդես տոնավաճառ եւ նորաձևության ցուցադրություն։ Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Հայաստանում Քուվեյթի պետության, Բելարուսի եւ Ղազախստանի հանրապետությունների դեսպանությունների, ինչպես նաև Պոլոնիա Հայաստանի լեհերի միության, Տևտոնիա գերմանացիների մշակութային եւ Ուկրաինա Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց ազգային տարազների ցուցադրությամբ։ Առաջին անգամ կմասնակցեն նաև մի շարք ընկերություններ։ Փառատոնի շրջանակում Մանրաշլյան ֆոտոատելյեի եւ Տարազ եւ Արտ ֆոտոլաբի շնորհիվ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու տարազով կամ տարազային միջավայրում։ Փառատոնի երկրորդ հատվածում տեղի կունենան դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի եւ Գևորգ Շադոյանի տարազային եւ մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները։